Որպեսզի չմնանք այս մինիմալ սպառողական զամբյուղի հույսին, ես ու կինը շատ հետաքրքիր որոշում կայացրեցինք։ Մենք մեր այդ կենտրոնում բնակարանը, որտեղ ապրում ենք 2014 թվականից, որոշեցինք վարձով տանք։ Բավականին այնպես ճոխ, լավ սարքած մեծ բնակարանը նորակառույցում վարձով ենք տալիս, միտեղ կգնանք ուրիշ տեղ ծայրամասում վարձով մի բան կվերցնենք, այդ գումարների տարբերությունը մեր ամսական ծախսերը կհոգանք։ Նորուշ կուսակցության առաջին համարը Հայկ Մարությանը ունի մեծ քանակությամբ անշարժ գույք Հայաստանում, Ավստրիայում եւ Չեխիայում։ Գույքերի քանակով Մարությանը գերազանցում է անգամ ամենահարուստ տեխնացու Գագիկ Ծառուկյանին։ Մարությանը հայտարարագրել է Չեխիայում գտնվող 5 բնակարան, 2 բնակելի տուն, 5 ավտոկայանատեղի եւ հասարակական նշանակության 5 տարածք։ Չեխիայում Մարությանն ունի նաեւ 7 հողամաս, եվրոպական 1 այլ երկրում Ավստրիայում 3 բնակարան։ Երևանում Մարությանն ունի 1 բնակարան եւ 1 բնակելի տուն։ Հիմա ուզում եմ երկու բառով պատմեմ այն տունը, որտեղ մենք գնացինք վարձով ապրելու։ Ուրեմն այդ տունը գտնվում էր Ավան առինջում, եթե տենց ավելի կոնկրետ լինենք, առինջում, Ավանը հանում ենք, էլի։